Այսօր լուսահոգի Արամ Ասատրյանի թոռն կրտսեր Արամի հարսանիքն է համացանցում հայտնվել են կադրեր նրանց հարսանեկան արարողությունից, ինչպես ավելի վաղ հայտնել էինք Արամ Ասատրյանի թոռը ժամանել է Հայաստան ամուսնանալու նպատակով այդ մասին մի քանի օր առաջ տեղեկացրել էր նրա հորեղբայրը երգիչ Արտաշ Ասատրյանը, ով ինստագրամյան էջում հրապարակել է լուսանկար և գիծ գրել «Բարի գալուստ Հայաստան նշելու քո հարսանյաց օրը»։ Արամ Ասատրյանի նշանած Աննա Նիկողոսյանը նույնպես հրապարակումներ է արել համացանցում կիսվելով նախամուսնական խնջույքի կադրերով։ Հիշեցնենք, որ զույգը նշանվել էր 2023 թվականի դեկտեմբերի 26-ին։ Դվին հյուրանոցում էր կայացել հայտնի ու սիրված երգիչ Արամ Ասատրյանի թոռան նշանադրությունը։ Ինչպես պարզվում է, Ասատրյանների ընտանիքը վաղուց մտերիմ է եղել Նիկողոսյան ընտանիքի հետ։ Համացանցում հայտնվել են նաև տեսանյութեր, թե ինչ հուզիչ պահ է Հարսիկի և նրա ծնողների հետ հանդիպումը, որը քիչ անց մեծ սիրով կներկայացնենք ձեր ուշադրությանը։ Ծնողների համար այսօրը նման է կյանքի ամենամեծ քննությանը, նրանք տարիներ շարունակ մեծացրել են աղջկան սիրով, խնամքով, քնքշանքով, նրա առաջին քայլերը, դպրոց գնալը, առաջին սխալն ու առաջին հաջողությունը ամեն ինչ դեռ հիշում են, և հիմա, երբ դուստրն արդեն հասուն, գեղեցիկ կին է և կանգնած է Հարսի հանդերձանքով, նրանց ներսում ամեն հուշ միաժամանակ վերադառնում է։ Հարսի մայրն այդ պահին չի տեսնում միայն սպիտակ զգեստով աղջկան, նա տեսնում է իր փոքրիկին, ով խաղում էր բակի ծաղիկների մեջ, ով լաց էր լինում, երբ ծունկը վնասում էր, ով գիշերները գրկում էր վախեցած երազից հետո, իսկ հիմա նա պիտի բաց թողնի, դա դժվար է, բայց նաև գեղեցիկ։ Այդ հրաժեշտը ցավոտ չէ միայն, այն լի է շնորհակալությամբ, որովհետև մայրն իր աչքերով տեսնում է, որ աղջիկը երջանիկ է և պատրաստ է նոր կյանքի։ Հայրիկի համար էլ սա մի պահ է, որին ոչ մի տղամարդ չի պատրաստվում, նրան միշտ թվում է իր աղջիկն ամենափոքրիկն է, միշտ իրեն կառաջարկի գրկել, բայց հանկարծ մի օր նա կանգնում է բակի մեջտեղում և նրա ձեռքը պիտի տա մեկ ուրիշին։ Այդ պահին նրա սիրտը մի փոքր կոտրվում է, բայց հենց այդ կոտրվելու մեջ էլ կա մեծ հպարտություն, նա հասկանում է, որ իր աղջիկը մեծացել է, հասունացել է և այժմ պատրաստ է սեփական ընտանիք ստեղծելու։ Ծնողները լավ գիտեն, աշխարհում ոչ ոք երբեք չի սիրի իրենց աղջկան այնպես, ինչպես իրենք են սիրել, բայց նրանք նաև հասկանում են, որ պիտի բաց թողնեն ու այդ սերը հիմա ուրիշ ձևով ապրի ամուսնական կյանքում։ Դա է կյանքի բուն իմաստը, թողնել, որ երեխաներն ապրեն իրենց պատմությունը, բայց միշտ լինեն ծնողների սրտում։ Հարսանիքը բոլորի համար ուրախ օր է, բայց ծնողների համար ամենախորը զգացմունքներով լի։ Դա այն օրն է, երբ նրանք միաժամանակ կորցնում ու գտնում են, կորցնում են իրենց փոքրիկ աղջկան, բայց գտնում են կնոջ սեփական ընտանիքով, սեփական երջանկությամբ, և հենց դա է կյանքի ամենագեղեցիկ, ամենաիրական հրաշքը։ Տանիները, որոնք իրենց հոժարական սիրո խորհրդանիշն են, նրանց պահիր խաղաղ և սիրով միացած քո սուրբ երկյուղով։ Հետ արի, հետ եկեք, աղջիկներ հետ եկեք, բոլորիք հետ եմ, հետ եկեք։ Մի քիչ հետ արի։ Պատրաստ մի հատ դուք էլ իրար նայեք։ Պատրաստ ենք բոլորս։ 3, 2, 1։ Հաստող։
Այնուսն Ռաստամոշկան անում է պիեսը։ Էս ինչ տազա ձևա։ Էս ինչ տազա ձևա։ Չէ, Ռաստամոշկան անում։